Հրապարակը գրում է. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին անցկացնելու համար վաղուց շաբաթում ՔՊ-ն անցել է մարտեր առանց կանոնների ձևաչափին։ Քարոզարշավին ներգրավել են նաև դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։ Լուրեր կան, որ նրանք ցուցակագրում օգնություն են բաժանում բնակիչներին ինչ-որ ՀԿ-ների անունից։ Հնդածս ուղղորդում իշխանական թեկնածուի կողմը։ Թերթին պատմել են, որ քարոզարշավին ակտիվ ներգրաված են նաև Մեխակյանի քրոջ ամուսինը եւ նրա եղբայրները, որոնք վաղուց շաբաթում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով։ Նրանք վախեցնում են, ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինելու իր համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդների գագաթաժողովը։ Նույն օրը օրվա առաջին կեսին կկայանա ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Ապա առաջին դեմքերի նստաշրջանը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Թերթի տեղեկություններով Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին այդ օրը բարձր պարգևի արժանացնել։ Դա ըստ այնուամենայնի կլինի Ղազախստանի բարձր պետական պարգևը, որը շնորհվում է օտարերկրացիներին եւ կոչվում է Ալտին Կիրանի ոսկե արծիվ շքանշան։ Այն շնորհվում է Ղազախստանի Հանրապետությանը մատուցված բացառիկ պետական ծառայությունների համար։ Անշուշտ կհարցնեք, թե այդ ինչ բացառիկ ծառայություններ է մատուցել Նիկոլ Փաշինյանը Ղազախստանին։ Պարզվում է մատուցել է։ Ողջ թուրքական աշխարհի միավորմանն է նպաստել։ Համաձայնել է Զանգեզուրի միջանցքը տալ, որ Թուրքիայից մինչև Միջին Ասիա անարգել կապ ստեղծվի եւ դարձել է բոլոր թուրքալեզու պետությունների աչքի լույսը։ Ժողովուրդը գրում է. առողջության համընդհանուր ապահովագրության թեման կարծես թե այնքան տխուր վիճակում է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն է սկսել դրանով զբաղվել։ Երեկ նախարար Ավանեսյանը զեկուցում էր այս թեման գործադիրի ղեկավարին։ Տարիներ շարունակ այս ոլորտը համակարգում էր փոխնախարար Լենան Անուշյանը, որն այնքան է ձախողել ապահովագրության ներդրման համակարգը, որ տպավորություն է, թե վերջին պահին սկսել են ինչ-որ մտքեր միացնել իրար եւ ստանալ աղմուկ հարուցած մի ծրագիր։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026 սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը։ 200,000 եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129,000 դրամ պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին, բայց Նանուշյանն ու Ավանեսյանը դա մատուցում են իբրև դարի բարեփոխում առողջապահության ապահովագրություն։ Մինչդեռ իրականում փաստացի նոր հարկատեսակ է ավելանում աշխատող քաղաքացիների համար։ Հրապարակը գրում է. իշխանական падգամավորներն այնքան թքած ունեն օրենսդիր աշխատանքի վրա, որ դարձել են կառավարության նախագծերը տապալողներ։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ներկայացրած նախագիծը բացասական եզրակացություն ստացավ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի ՔՊԱ-ական մեծամասնությունից ընդամենը 3 падգամավոր էր նիստին ներկա՝ նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ալխաս Ղազարյանը եւ Կարեն Սարուխանյանը, իսկ նախագծին առնվազն 4 կողմեր հարկավոր։ Փաստը գրում է. մինչ Նիկոլ Փաշինյանն ու յուր իշխանությունը գլուխ է գովում, թե իբր ուսուցիչների աշխատավարձերը բարձրացել են կամավոր ատեստավորման համակարգի շնորհիվ, պարզվում է իրականությունը լրիվ հակառակի մասին է վկայում։ Բացի այն, որ բարձր աշխատավարձ ստացողները բավականին քիչ են, միևնույն ժամանակ մանկավարժները լուրջ դժգոհություններ ունեն նշյալ համակարգից։ Թերթի նախնական ուսումնասիրությունները եւս վկայում են, որ Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ուսուցիչների շատ թափուր տեղեր կան։ Բավական է հետևել պաշտոնական կայքերին, նաև դպրոցների սոցիալական էջերին, որպեսզի համոզվես, թե ինչքան շատ են հայտարարությունները, որոնք պահանջում են այս կամ այն առարկայի ուսուցիչ։ Խնդիրը սուր է, մասնավորապես բնագիտական մասնագիտությունների գծով։ Չնայած այնպես չէ, որ հումանիտար առարկաների մասով ամեն ինչ նորմալ է։ Ընդ որում ուշագրավ է, որ եթե այս խնդիրը սուր էր մարզերում, հատկապես գյուղական բնակավայրերում, ապա հիմա Երևանում էլ վիճակը բարվոք չէ։ Փաստ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն առաջիկ ընտրություններին մոտենում են ամեն ինչ հանուն պաշտոնի, ամեն ինչ իշխանությունը պահելու համար կարգախոսով։ Ըստ այդմ չեն խորշում պետական միջոցների, ռեսուրսների, իշխանության ընձեռած հնարավորությունների հաշվին հանրությանը կարծեցյալ լավություններ անելու դրսևորումներից։ Առնվազն նախկինում նման դրսևորումները բնորոշվում էին որպես ընտրակաշառք։ Չնայած ինչպես շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ են նշում, ընդ որում ոչ միայն հայաստանյան, Փաշինյանի իշխանությունը վաղուց տվել անցել է բոլոր նախկիններին միասին վերցրած։ Ահավասիկ եկամուտների հայտարարագրման համակարգը ներդնել է։ Մոտ 860,000 մարդուց նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագիր ներկայացրել է մոտ 120-130,000 մարդ։ Լավ թող լինի 150,000։ Իրողությունն այն է, որ մոտ 700,000 քաղաքացի փաստացի բոյկոտել է Փաշինյանի ու նրա կառավարության այդ գրպանամտնողական հայտարարագրման ծրագիրը։